Եվ էլի, բայց էլի ուզում եմ ասեմ, ի վերջո այդ թվում դուք, ի վերջո վերաբերմունք ձևավորեք, այսինքն ձեզ համար նորմալ է, որ մարդ կարա գա երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատի եւ դառնա միլիոնատեր դոլարային, ձեզ համար դա նորմալ է, ասեք, որ նորմալ է ձեզ համար, ասեք, որ նորմալ է, գրեք, բարձրաձայնեք, մի բան արեք, այսինքն դրանով ինչ անում եք, բայց այդ նյուանսն է բաստողեք, գրեք ձեր լրատվամիջոցներում, որ այո, ինչպես են ազնիվ վաստակը Ռոբերտ Քոչարյանի, չէ՞ որ նրանք Հենրի Ֆորդից էլ տաղանդավոր բիզնեսմեն են, նույնիսկ Հենրի Ֆորդը ասում էր, ինձ մի հարցրեք առաջին 1 միլիոնը որտեղից մնացածի հաշվետվությունը ես ձեզ կտամ, այս մեր սուպեր բիզնեսմեններն ասում են, մեզ մի հարցրեք, դա նորմալ է, եթե նորմալ է, բայց խի միլիոնատեր չեմ ժողովուրդ, այ եկեք հիմա անդրադառնանք այն, որ գրում էիք, որ չգիտեմ, կամ կներեք, ով որ գրում էր, որ ես Ֆրանսիայում առանձնատուն ունեմ, որ Աննան Կանադայում առանձնատուն ունի, որ չգիտեմ որտեղ ինչ ունեմ, այդ ամեն չգիտեք ինչի համար է։ Դրա հեղինակն էլ էին իրանք, ցույց տալով, որ դա նորմալ է, որ գալիս է այստեղ հայտնվում ես, պետք է սկսես միլիոնատեր դառնալ, որ դա նորմալ չի, եւ չի լինելու այդպես։ Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց մասին դուք ասացիք, ես մեկ ընդմիշտ ասել եմ, Հայաստանի քաղաքացիները, եթե համարում են, որ սխալ է տեղի ունենում եւ պետքա կանգնեցնեն, իրանք իրավունք ունեն հեղափոխություն անեն։ Ունեն այդ իրավունքը։ Թող հանուն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների Կալուգացի օլիգարխի եւ Սերժ Սարգսյանի վաստակած ազնիվ վաստակի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե համարում են, որ պետք է պաշտպանեն նրանց ազնիվ վաստակը, թող դուրս գան փողոցներ եւ պաշտպանեն ամենայն հարգանքով եւ լրջությամբ եմ ասում, մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, բերեն իրանց սիրելի եւ ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, բերեն տեղավորեն այս կառավարման շենքերում, մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն։ Ես օքեյ եմ այս սցենարի հետ։ Եթե իրանք դա են ուզում, ժողովրդի որոշումը ինձ համար ընդհանրապես քննարկման ենթակա չի։